Էլեկտրական ցանցերը խլեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, այդ ամենը տեղի ունեցավ հայկական պատվիրակության Թուրքիա այցելությունից հետո, ձեր կարծիքով հեծը վերցրեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որին չանեն։ Ես դիքեն մացե։ Նստացնեն մարդուն գլուխը ուրիշ ոչինչ բան չեմ կարող ասել։ Խլեցին, որ սա էլ սեփականաշնորհեն, լսնեն ոչ թե պետբյուջեն, այլ իրենց սեփական գրպանները փողեր լվանան եւ ժողովրդին թողնեն այն կարգավիճակում, ինչ մենք տեսել ենք երկրաշարժից հետո, ցուրտ, սով, կարիքներ, բարելափայտ եւ նման ուրեմն ատրիբուտների արկայություն է լինելու, սա միանշանակ կասկած չկա։ Դա ուրեմն խիստ անօրինական երևույթ է, որի դեմ դարձյալ ժողովուրդն ամբոստանում է եւ պիտի շարունակի պայքարը այդ այլանդակ երևույթների դեմ։ Որ ծախեր նորից էլի երևի, բայց Սամվել Կարապետյանը երևի ամենամեծ բարերարն է, որ հայ ազգի կողքին է եղել, վստահ Արցախում հիվանդանոցներ ասարքել, ամեն ինչ սարքել, դες մարդուն կարելի է բռնել։ Նրա ձեռքից խլեցին են բանի մարուս, ուրիշ մեկին գտնին վաճառեն, էլի իրանց անձնական շահերի համար։ Խլեցին կարող է շատ հնարավոր էժանացնեն, որ ընտրությունների ժամանակ ձայները շատ են։ Ձայն հավաքեն ավելի ճիշտ։ Հայերի մունդրությունը աղջիկ ջան, ինչ դենեն։ Ես քյուզալեմ տեղեն սաղ երկրի իրանով եշտում կուդեին տերին համ ձերպակալեցին, համ հեցը ձերից առան, եղավ ենելու պա։ Դիք չեմ կոր ասել։ Խլողը ինքը գիտե։ Իսկ մեզ ոչ մի մարդ չի պատասխանի հարցին։ Օրիած բուջեն լծեն ես գիտեմ ինչ պիտեն Սամվել Կարապետյան մակուր մարդնով կրնանար աշխատել պետության մեջ, հետո պետք է աշխատի Վարդան Ղուկասյանն էլ ընտրեն։ Դիք ճիշտ է։ Թուրքին ծախել։ Ուրիշ